Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ հանուն Հանրապետության կուսակցության արտաքին գործերի քարտուղար Արնոլդ Բլեյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Բլեյան։ Բարև ձեզ։ Պարոն Բլեյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր սոցցանցի իր էջերում տեսանյութ է տարածել, որում ասում է, որ այսուհետ յուրաքանչյուր կիրակի մասնակցելու է պատարագի, նաև տեսանյութում հավելում է, որ նախապես չի ասելու, թե որ եկեղեցի է գնալու։ Նախ ընդհանուր առմամբ ինչի մասին է այս հայտարարությունը, ինչ խնդիր է լուծում նաև վարչապետը այս պատարագներին տարբեր համայնքներում ընդ որում պատարագների գնալով, այդ պատարագներին մասնակցելով եւ նաև ինչ խնդիր է լուծում այս քայլով։ Մենք կարող ենք ասել, որ վարչապետը որոշել է այսպես կամաց ապա լեգիտիմացնել Գարեգին Բ-ի իշխանությունը։ Ես կարծում եմ, որ այդ քայլով եւ արդեն միջ այդ ամեն կիրակի սովորույթ դարձած այդ այցելություններով նա փորձում է ել ավելի համախմբել հոգեվորականների, նաև հետևորդների, հավատավորների այն մասը, ովքեր մտածում են, որ իրապես եկեղեցին ունի բարեփոխման կարիք, որ եկեղեցին դա Գարեգին Բ կաթողիկոսը չէ, եկեղեցին դա զուտ արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները չեն, ընդհանուր եկեղեցին, հայ առաքելական եկեղեցին ունի բարեփոխման կարիք եւ այն հանգամանքը, որ նույն այդ սահմանադրությունը, որը դեռ կարծեմ 30-ականներին էր գրվել առ այսօր փոփոխության չի արժանացել, խոսում է արդեն այն բանի մասին, որ իրապես այդքան էլ հետաքրքրված չեն եղել, որպեսզի բարեփոխություն տեղի ունենա եկեղեցիում։ Եվ ես կարծում եմ, որ այո, պետք է ավելի լայն համախմբվածություն, բայց այնուամենայնիվ այդ փրկությունը եկեղեցու պետք է հենց եկեղեցի ներսից գա։ Եվ մենք գիտենք, օրինակ կան արքեպիսկոպոսներ եւ եպիսկոպոսներ, ովքեր միացել են, կամ իրենց շարժումն են սկսել նոյեմբերին եւ փաստորեն այնտեղ կան նաեւ մարդիկ, ովքեր ոչ այնքան միանշանակ են ընդունվում հասարակության կողմից, օդիոզ դեմքեր կան, բայց անամենայնիվ ես կարծում եմ, որ իրենք կարողացել են իրենց մեջ քաջություն գտնել եւ հասկանալ, որ այսպես շարունակել այլևս հնարավոր չէ։ Եվ ես կարծում եմ, որ այո, նաև այդ մարդիկ պետք է հասկանան, իհարկե ոչ բոլորը, որ բարեփոխված եկեղեցիում իրենք արդեն տեղ չպետք է ունենան։ Այդ էլ է շատ կարևոր, որպեսզի այդ մարդիկ, ովքեր որ սխալ ճանապարհով են գնացել, գիտեք, սխալ ճանապարհից հետ գնալը խիզախության նշան է։ Եվ այդ մարդիկ կարողացել են հետ կանգնել եւ ասել այսպես այլևս հնարավոր չէ։ Եվ ես հույս ունեմ, որպեսզի Գարեգին Բ կաթողիկոսը նույնպես ի վերջո կհասկանա, որ նա այլևս կաթողիկոս չէ։ Նույնիսկ եթե այս հարցազրույցի ընթացքում մենք իրեն կաթողիկոս ենք անվանում, որովհետև նա այդ ֆունկցիան կորցրել է։ Համախմբման ֆունկցիան, որպես կաթողիկոս, նա կորցրել է։ Եվ հետեւաբար նա պետք է հասկանա, որն է հայ առաքելական եկեղեցու համար լավագույն լուծումը։ Իսկ լավագույն լուծումը կլինի, որ այո, եկեղեցին բարեփոխվի։ Եվ այդ բարեփոխությունը չպետք է լինի իշխանության պարտադրանքով կամ ցուցմունքով։ Իրենք շատ լավ գիտեն, թե ինչ է պետք։ Արդեն կան թե Շվեյցարիայի թեմի առաջնորդները, թե Բալթիկ թեմի առաջնորդները, տարբեր տեղերից կարող են գալ, համախմբվել, նստել, խորհրդակցել, շտապողականություն չկա, տեղապահ նշանակել, այդ թվում հենց իրենք պետք է տեղապահ նշանակեն եւ գնանք առաջ։ Եվ ես պետք է եկեղեցի, որը կուժեղացնի, կամրացնի պետությունը։ Եվ եկեղեցի, որը կլինի վերկուսակցական։ Հիմա եթե պարոն Բլեյան ասում եք, որ իր ֆունկցիան կորցրել է Գարեգին Բ-ն, չի կատարում իր հիմնական ֆունկցիաները, որ հատուկ են ամենայն հայոց կաթողիկոսին, ապա ինչով է զբաղված։ Այսինքն այդ գիտակցումը չկա իրենց մոտ, որ իրավիճակին, այսպես ասեմ, չի տիրապետում։ Ես կարծում եմ, որ եւ ունեմ տպավորություն, որ նա իրապես կցանկանար հեռանալ, մանավանդ որ այս օրերին դեռ նա հնարավորություն ունի, հնարավորինս քիչ կորուստներով այս ամենից դուրս պրծնել եւ հեռանալ, բայց կարծում եմ նա չունի դրա համար թույլտվություն։ Որտեղից։ Կրեմլից։ Որտեղ միանշանակ է, որ կաթողիկոսը սպասարկում է Ռուսաստանի Դաշնության շահերը։ Այնքան արդեն բազում օրինակներ կան, որ անհնար է չտեսնել այդ կապվածությունը եւ նույնիսկ եթե չուսումնասիրես կաթողիկոս Բ-ի անցյալը եւ ներկան նույնիսկ,
այլ ուսումնասիրես պարզապես թե ինչպես է աշխատել ռուս ուղղափառ եկեղեցին հետխորհրդային երկրներում։ Դու տեսնում ես, որ հնարավոր չէ, որպեսզի ռուս ուղղափառ եկեղեցին բաց թողնված լիներ մեր հայ առաքելական եկեղեցին եւ զբաղված չլիներ, չեմ ասում 90 թվականներից սկսած, դեռ խորհրդային տարիների ժամանակ։ Թե ինչու թույլատրվեցին եկեղեցիները որպես աշխատեն, որտեղ իրենք հասկացան, որ եկեղեցին շատ լավ գործիք է, որպեսզի ուղիղ ազդես մարդու գիտակցության վրա, որպեսզի լուրջ ազդեցություն ունենաս։ Իրենք այդ ժամանակվանից աշխատել են։ Եվ ես չեմ էլ զարմանում, որ Կտրիշ Ներսիսյանի եղբայրը հավաքագրված է եղել Պակի կողմից, իհարկե հավաքագրված է եղել։ Ինքը դա մերժել է, ասել է կեղծ է այդ։ Թող դա դիտա։ Ով էր ինձ ձեռքից բռնել։ Թող դա դիտա։ Եվ հետո պարոն Բլեյան, երբ որ ասում եք, որ Կրեմլից թույլտվություն չունի, չի կարող հեռանալ, Կրեմլին չլսելու պարագայում եւ հակառակվելու պարագայում, այսինքն երբ Գարեգին բան որոշի, որ ամեն դեպքում ժամանակն է եւ պիտի գնա անկախ Կրեմլի ցանկությունից, ինչ կարող է տեղի ունենալ։ Այսինքն այդ ընդվզումը նաեւ Կրեմլին չլսելը ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Տարբեր սցենարներ կան։ Ի վերջո չպետք է մոռանանք, որ միգուցե Կրեմլի սցենարներից մեկն է, որ եթե այստեղ ի վերջո կաթողիկոս փոխվի, ապա նույն Գարեգին բն կարող է փախչել, ճողոպրել Մոսկվա եւ այնտեղ հիմնել իր կաթողիկոսարանը։ Մենք ունենք Կիլիկիո, մենք ունենք Էջմիածին եւ կլինի Մոսկվայաբնակ ինչ-որ մի կաթողիկոսություն։ Դա շատ մեծ հարված կլինի մեր հայ առաքելական եկեղեցու։ Եվ թարապես կարծում եմ, որ ժամանակն է այս բարեփոխման արդյունքում, որպեսզի Կիլիկիոն եւ Էջմիածինը միավորվեն։ Եվ այդ ժամանակին այդ թյուրըմբռնման պատճառով այդ տարանջատումը ի վերջո միավորվի։ Եվ այստեղ շատ մեծ հարված կլինի, եթե Գարեգին բն գնա եւ այնտեղ արդեն դրսից պարակտի եւ այնտեղ ինչքան ունենք պաշտոնական թվերով մոտ 900,000 հայազգի քաղաքացիներ կան Ռուսաստանի Դաշնությունում, դա չի ներառում իհարկե այն մարդկանց, ովքեր այնտեղ անօրինական են կամ չունեն քաղաքացիություն, ինչ որ է, դա պարակտման փորձ է։ Եվ իրենք հասկանում են, նույն ռուսական մամուլը գրում է, որ դա իրենց վերջին բաստիոնն է Հայաստանի Հանրապետությունում։ Իրենք բարձ խոսում են, որ եկեղեցին Հայաստանում իրենց վերջին բաստիոնն է։ Իրենց նկատի ունելով նախկին իշխանությունների, դե նախկին իշխանությունը ում է սպասարկում։ Իրենք չեն էլ թաքցնում, իրենք սպասարկում են Ռուսաստանին, սպասարկել եւ սպասարկում եւ սպասարկելու են Ռուսաստանի Դաշնությանը, միջև Ռուսաստանի Դաշնությունը կորոշի իրենց զոհաբերել։ Այնպես ինչպես զոհաբերեցին օրինակ Արցախի վերնախավին։ Հիմա երբ որ այսքան ակնհայտ է, արդյոք հատուկ ծառայությունները ուժային նաև, այսպես ասած, համակարգերը այստեղ անելիք չունեն, ուժային կառույցները։ Իհարկե ունեն, որովհետև ես հասկանում եմ, որ խնդիրներ կան, հա, օրինակ մեր մոտ չի եղել գետ 1 լրտես, որը բացահայտվի եւ ասեն, այ դու աշխատում ես Ռուսաստանի Դաշնության վրա, մենք քեզ արտաքսում ենք կամ մենք քեզ դատում ենք կամ մենք քեզ կփոխանակում ենք, այսպես դեպք չի եղել։ Եղել է իհարկե մի դեպք Վրաստանում ապրող մեր հայազգի Չախոյան, եթե ճիշտ եմ հիշում իր ազգանունը, ով բանտարկվեց, բայց դա չի լուսաբանվում որպես Ռուսաստանի Դաշնության վրա աշխատող որևէ գործակալ, չնայած հենց այդպես էլ կար։ Բայց այդ առումով իհարկե անվտանգության ծառայությունները, այսինքն պետք չէ որ որևէ լրատվական դիմի ԱԱՑ-ին եւ ասի արդյոք Կտրիշ Ներսիսյանի եղբայրը հանդիսանում է ՊԱԿ անդամ, որպեսզի իրենք հրապարակեն այդ բանը։ Ես կարծում եմ, որ լուստրացիան հենց դրա համար է, որպեսզի մարդիկ իմանան ով է, ով էր, որովհետեւ եթե էր, շատ հնարավոր է որ շարունակում է լինել է, որովհետև գիտեք, որ գործակալ ես, հիմնականում այդպես էլ մնում է, շարունակվում է, շատ դժվար է արդեն այդ համակարգից դուրս գալը եւ մեծ հավանականություն կա, ամենայն հավանականությամբ եզրածը շարունակում է աշխատել ՊԱԿ-ի վրա, արդեն ՖՍԲ-ի վրա եւ այն հանգամանքը, որ նա օրհնում է հայերին, ռուսահայերին, որպեսզի իրեն գնան սպանեն ուկրաինահայերին եւ ուկրաինացիներին, խոսում են նրա մասին, որ իրենք ոչ թե կրոնի հետ կապ ունեն, իրենք հատուկ ծառայությունների հետ կապ ունեն, ցույցում են ստացել, որ հայկական գումարտակ հիմնվի, որ իրեն գան եկեղեցին խաչը ձեռքը գան օրհնեն ու ասեն գնար սպանիր հանուն Ռուսաստանի Դաշնության։ За родину, за Сталина и под танк, հա, ինչպես ժամանակին։
Զավեշտալի է, որովհետև ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքով ավելի շատ մարդ է զոհվել արդեն քան 44 օրյա պատերազմի Ղարաբաղյան պատերազմի ժամանակ։ Եվ մեր կաթողիկոսի եղբայրը օրհնում է այդ ամենը։ Եվ դատապարտում է Բալթիկ թեմի առաջնորդին, երբ նա խոսում է խաղաղությունից։ Եվ առ այսօր նույն կաթողիկոսը չի օրհնել օգոստոսի 8-ի ստորագրված, նախաստորագրված հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը։ Բայց կաթողիկոսը խաղաղության մասին է։ Կաթողիկոսը, կրոնը, քրիստոնեությունը խաղաղության մասին է, սիրո մասին է, ներելու մասին է, ոչ թե սրա նրան ներանվանելու, սրա նրան ասել դու կարող ես մտնել մկրտվել, դու իրավունք չունես, դու քաղաքական այլ կոնֆիգուրացիային ես պատկանում, հայտարարություն է։ Այսինքն խաղաղության համար մեկ շահառուն թվում է թե հենց իրենք պիտի լինեին հենց։ Իհարկե։ Իսկ Ղարաբաղյան բլոկադայի ժամանակ իրենք դիմադրության շարժմանն էին աջակցում այստեղի եկեղեցին։ Այլ ինչ նա պետք է խոսքով հանդես գար, դիմեր ադրբեջանցի գործընկերոջ, ռուս իր գործընկերոջը, ինչ որ մի քայլ աներ, մեկ գերեվարվող կարող էր գոնե բերել այս ընթացքում։ Լավ, 99 թվականի հոկտեմբերի 27-ից կաթողիկոս ես։ Այդքան ժամանակ դու կաթողիկոս ես, առ այսօր չկարողացար գոնե մեկ գերի ազատագրես, Բաքվից եւ բերեց։ Բելումն է պետք։ Քո այս առաքելությունը, որ դու չունես այնքան կշիռ, քաշ, որ գոնե Կիրիլի հետ, Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ, ես իմ հետ գնաց համաձայնես, ասես լավ երկու հոգի բերենք, այս մեկը օրինակ շատ հիվանդ է, առողջությունը լավ չի, մոռացա այդ մեր հայազգի, մեր հայրենակցի անունը։ Եկեք գոնե իրան բերենք։ Ուր ես դու։ Ինչ ես կարողանում անել։ Հա, ճիշտ է, կգնաս Մինսկ, այնտեղը եկեղեցին օրհնելու համար։ Սա են իրանք պատկերացնում։ Իսկ միայն կշիռն ու քաշն է խնդիրը, որ այդ կշիռն ու քաշը չկա, թե ցանկությունը։ Ցանկություն 0։ Գնացել են իրենց մոտ դիմել են, ասել են արի գնանք մի բան արայինք, ասել է ես Նիկոլա համար բան չեմ անի։ Դա արդեն բարձրաձայնված եւ հանրայնացված իրողություն է։ Իսկ իր համար ազատագրել գերիներին դա հանուն իշխանության ինչ որ գործելավոճ է։ Այն ժամանակ նա պահանջում էր Վազգեն Մանուկյանը վարչապետ լինի։ Պարոն Բլեյան, լավ, եթե լուծումներից խոսենք, գիտեք, քիչ են խոսակցությունները, որ այնուամենայնիվ Գարեգին բան եւ նաեւ ընդդիմադիր շրջանակները, որոնք համախմբվել են խորհրդարանական ընդդիմությանը նկատի ունեմ, որոնք համախմբվել են նրա շուրջ, փորձելու են ժամանակ շահել մինչեւ 26 թվականի ընտրություններ։ Ասողիկ Կարապետյանը օրերս հայտարարում էր, որ կապ չունի կլինի 10 եպիսկոպոս, թե քանակով ավելի շատ ընդվզող հոգեվորականներ եպիսկոպոսներ, միևնույն է, Գարեգին բան չի հեռանալու։ Հիմա հանգուցալուծումը ինչպիսին է լինելու, երբ մի կողմից կան հստակ եպիսկոպոսներ, ինչու՞ չէ նաև վարչապետը, որ պահանջում են Գարեգին-բեի հեռանալը, որպեսզի սկսվի եկեղեցու նորոգման process-ը։ Մյուս կողմում մենք տեսնում ենք, թե մարդիկ, որոնք համառում են, մարդիկ, որոնք չեն պատրաստվում հեռանալ, մարդիկ, որոնք ժամանակ են շահելու, եւ վերջերս, քանի որ վարչապետը նաև այդ համակարգող խորհուրդը ստեղծեց եւ հայտարարության տեքստ ընդունեցին, որը ըստ էության ճանապարհային քարտեզ էր, թե եկեղեցու նորոգումը ինչպես պիտի գնա, ինչ քայլեր պիտի լինեն, ինչ կտա նախընդհանուր առմամբ համակարգող խորհուրդ այդ նիստերը, որ առաջին նիստը արդեն եղել է եւ ընդունված այդ հայտարարության տեքստը գործընթացին ընդհանուր առմամբ, երբ մյուս կողմում տեսնում ենք մարդիկ, որոնց համար մեկ է հայտարարության տեքստ կա թե չկա, 10 եպիսկոպոս է, թե նրանց միացավ նաև 11-րդ օրինակ Շվեյցարիայի թեմից ու այսպես շարունակ։ Ես լիահույս եմ, որ ելի միացողներ կլինեն եւ ի վերջո կգա մի իրավիճակ, որ այլևս անիմաստ կլինի դիմադրել։ Այսինքն սա երևի պետք է լինի մի տարբերակ։ Ես չգիտեմ, արդյոք որևէ իր գործունեության արդյունքում առաջացած եղել են որևէ քրեական գործեր, որոնք միգուցե հիմա ընթանում են, ես չունեմ այդ տեղեկությունը, բայց չեմ բացառում, որ ի վերջո դա հնարավոր է, քանի որ գիտենք, թե նա ինչքան բիզնեսներ ունի, ինչեր դիզած ունի, ինչեր դիզած ունի, եւ շատ հնարավոր է, որ բռնի ուժով էլ նա ի վերջո ստիպված լինի հեռանալ։ Շատ ցավալի է, որ այդ բոլոր ընդդիմադիրները, այսպես կոչված ճակերտավոր ընդդիմադիրները, վերջին օրերին խաչքավորները։ Այո, իրենք ոչ թե մտածում են եկեղեցու մասին, իրենք մտածում են քաղաքական դիվիդենդների մասին։ Հա, իրենք օրինակ ոնց են նայում եկեղեցուն։ Իրանք նայում են եկեղեցու գործոնին որպես նախընտրական գործոն, մտնել ընտրապայքարի մեջ, վեղարը հագած եւ ասել, որ մենք հանուն
հայ առաքելական եկեղեցու փրկության մտել են կես ընտրապայքար եւ այլն եւ այլն եւ այլն։ Իրանք կապ չունեն կրոնի հետ, կիլոմետրերով միշտ հեռու են եղել, իրենց գործունեության ընթացքում իրենք խախտել են բոլոր 10 պատվիրանները, մի բան էլ ավելին, իսկ այսօր իրենք բոլորը դարձել են հավատավոր եւ ընդ որում կարելի է ֆիլտր ընդունել, թե այն բոլոր ուժերը, ովքեր սպասարկում են կտրիչ Ներսիսյանին, ընդ որում նաև դեմ են օգոստոսի 8-ի համաձայնագրին, իրենք հակապետական գործունեությամբ են զբաղվում, որովհետև հնարավոր չէ դեմ լինել Հայաստանում խաղաղությանը եւ հնարավոր չէ կողմ լինել Գարգին Բ-ի որպես կաթողիկոս առաքելության ու գործունեությանը, որտեղ ձախողել է նա, ամբողջությամբ ձախողել է իր պարտականությունները, իր գործունեությունը։ Հակառակը, իրենք օրինակ եթե իրապես մտահոգված լինեին, իրենք մի նմանատիպ խորհուրդ կհիմնեին եւ կառաջարկեին, ասեին կտրիչ ջան, հելի գնա, մենք մտածում ենք, այս Պողոս Պետրոսյանը կարող է քո տեղը լինել եւ գալ ինչ որ մի համաձայնության, եկեք միգուցե այս մարդն այ եւ այլն, չգիտեմ, ինչ որ մի առաջարկ անել։ Բայց իրենք էս կարճել են կտրիճից, որտեղ նա այն մարդն է, ով տարիներով օրհնել է իրենց յուրաքանչյուր հանցագործություն, թե Քոչարյանի, թե Սարգսյանի տարիներին։ Եվ նույն Սամվել Կարապետյանը նույնպես ֆինանսապես աջակցել է այդ բոլոր, որպես կնքայր բոլոր այդ հանցագործությունների կատարմանն աջակցել է։ Այսինքն սա յուրօրինակ մի լյուստրացիա է, ճիշտ եմ հասկանում։ Իհարկե, լյուստրացիա է, եւ այստեղ իրավապահ համակարգը պետք է գործի, որովհետեւ 26 թվականի ընտրությունները այո պետք է լինեն ազատ, բայց նաեւ պետք է լինեն արդար։ Իսկ կեղտոտ փողերով եւ մեծ փողերով մտնել ընտրապայքարի մեջ եւ լինելով հակաժողովրդավարական, օգտագործելով ժողովրդավարական ճանապարհը, գալ հասնել իշխանության կամ իշխանության դիմադիր հատվածին եւ փորձել տապալել ժողովրդավարությունը, դա չի կարելի թույլ տալ։ Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի հակաժողովրդավարական ուժերը մասնակցեն ընտրությունների, որովհետեւ ժողովրդավարությունը պաշտպանության կարիք ունի։ Բայց հետաքրքիր է, որ այս հակաժողովրդավարական ուժերը, որոնց մասին դուք խոսում եք, պարոն Բլեյան, ամենաշատ են խոսում ժողովրդավարությունից եւ նաեւ իրենց հույսը դրել են ընտրությունների հետ։ Ընտրությունների հետ են կապում, ինչը նախկինում տեսնել հնարավոր չէր։ Այդ շարժումները, որ տևական ժամանակ է կային փողոցում, ստեյության հասկացել են, որ չի հաջողվում։ Կարապետյանը երբեք քննադատել է Հայաստանում անցկացված ընտրությունները։ Ոչ, երբեք։ Ակառակ ամեն անգամ ընտրությունից հետո գալիս էին, հանդիպում էին իրար հետ, ուտում խմում էին, նշում էին, ամառանոցներ վերանորոգում, նորոգում եւ այլն, գումար էր տալի եկեղեցին, իր դիմանկարն էին առայսօր կախած, հա, իր կնոջ հետ։ Էս են իրենք եղել։ Արիշ-վերիշների մեջ են եղել միշտ։ Ինչ ժողովրդավարություն, իրենք ալերգիա ունեն ժողովրդավարությունից։ Իրենց հակացուցված է ժողովրդավարությունը, երբ իրենք իշխանության են։ Իսկ այսօր երբ իրենք հայտնվել են դիմությունում, իրենք փորձում են օգտագործելով դեմոկրատական հնարավորությունները գալ եւ տապալել դեմոկրատիան։ Սա է խնդիրը։ Եթե պետք է թույլ չտալ, որ դա տեղի ունենա։ Ինչպես պետք է թույլ չտալ, պարոն Բլեյան, չգիտեմ, օրենսդրական ճանապարհներով, ինչ պիտի։ Ճանապարհով մեր ձևով շարժումը չպետք է գրանցվի որպես կուսակցություն, առավել եւս գրանցվի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, որովհետեւ նախ թափանցիկություն չկա, հաշվետվողականություն չկա, որովհետև իրենք թե հեծի միջոցով գողացել են այդ փողերը բոլորիցս, թե Ռուսաստանում, Ռուսաստանում հնարավոր է 90-ականներին դառնալ հարուստ մաքուր փողերով, մաքուր ձևերով, ոչ, միայն իրենց ձևերով։ Եվ այդ նույն իրենց ձևերով հիմա իրենք եկել են այստեղ ուզում են նույն ձևերն օգտագործել։ Դա օրինական չէ, դա իրավական չէ, դա դեմոկրատական չէ։ Եվ եթե մենք դիմել ենք Եվրոպական միությանը, որպեսզի իրենք մեզ օժանդակեն մոլդովական սցենարով, թե Մոլդովան հենց այդպես էլ անում էր։ Դեռ նախորդ վարչակազմը Միացյալ Նահանգների հատուկ ծրագիր էր մշակել հենց Մոլդովայի համար, որ ռուսական աֆիլիացիա ունեցող այդ կազմակերպությունները եւ այլն իրենք պետք է դուրս բերվեն եւ իրենք դուրս էին բերվում։ Մեդիաներ էին փակվում եւ այլն, եւ որևէ եվրոպական կենտրոնից, կառույցից չեղավ որևէ քննադատություն մոլդովական իշխանությունների, որ դուք հետընթաց եք ապրում, հակառակը։ Ասում են, այո, ճիշտ եք անում, պետք է պաշտպանել ժողովրդավարությունը եւ մենք տեսանք, որ Մայա Սանդուն պաշտպանեց Մոլդովան։ Հակառակ դեպքում Մոլդովան կլիներ Բելարուս։
մի նոր Գագաուզիա կստեղծվեր այնտեղ անջատողական, Մերձնեստր խայտարակություն կլիներ եւ թիկունք հարված Ուկրաինային եւ հենց արդեն Եվրոպայում։ Բայց այսօր Մոլդովան ուժեղ ժողովրդավարական երկիր է եւ գնում է առաջ։ Իսկ գիտեք, Մոլդովան շտավելի դժվար է, քան Հայաստանում, որովհետեւ Հայաստանի տարածքում մենք չունենք Մերձնեստր եւ Գագաուզիա, որտեղի քաղաքացիները ուզում են, չգիտեմ, որտեղ կա ռուսական տեղակայված զորք, որտեղ կա առանձին երկիր, հա, օրինակ Մերձնեստրում կա այնտեղ խորհրդարան կա եւ այլն, եւ որի քաղաքացիները իրավունք ունեին մասնակցելու ընտրություններին։ Դա էլ մի տարօրինակ բան է, ոնց որ ժամանակին պատկերացրեք ԼՂՀ քաղաքացիները կարողանային մասնակցել ադրբեջանական ընտրությունների։ Այդպես մի իրավիճակ կա հիմա Մերձնեստրում, Մոլդովայում։ Բայց ամեն դեպքում այստեղ էլ ռուսական ներկայացվածություն, եթե կարելի այդպես ասել, կա։ Մենք պետք է պայքարենք դրա դեմ։ Եվ մենք տեսնում ենք, թե Ռուսաստանը որքան է թուլանում։ Այդ ապտակները, որ նա ամեն օր ստանում է տարբեր տեղերից։ Իրաքում ամենամեծ Լուկոյլի այդ նավթարդյունաբերող բանը պետականացնում են, խլում են ռուսերի ձեռքից։ Վենեսուելայից վռնդում են իրենց։ Սիրիայից վռնդեցին, հա, ասենք հերթով իրենք ապտակներ են ստանում։ Իրանում տեսնում ենք ինչ է կատարվում։ Վենեսուելայի, Սիրիայի օրինակը ինչի մասին է խոսում, պարոն Բլեյան, հատկապես այն իմաստով, որ Մադուրոն գիտեք շատ այսպես բարբերաբար խոսում էր Ռուսաստանի, Չինաստանի հետ ունեցած լավ հարաբերություններ, անգամ անձնական լավ հարաբերությունները Վլադիմիր Պուտինի եւ այլ ղեկավարների հետ։ Այսինքն սրանք գալիս են ինչ որ բան հետևություններ պիտի անել այս իրավիճակներից եւ նման իրավիճակներ է ստեղծվում։ Սրանք գալիս են ինչ որ բան սովորեցնելու։ Թե Մադուրոն օրինակ չհասցրեց, հա, Ասադի նման գնա ճողոպրի հասնի Մոսկվա, նա հիմա դատարանի առջև է, բանտում է, բայց մոտ 1 ամիս առաջ ռուսական պրոպագանդիստները ռուսական հեռուստաալիքներով խոսում էին եւ պարծենում էին, որ այլ Դոնալդ Թրամփը փորձում է ռազմական ճանապարհով գրավել Վենեսուելան, բայց մենք գիտենք մեր գլխավոր հրամանատարը այսօր Վենեսուելան կանգուն է եւ այլն, ծիծաղաշարժ։ Եվ այսպես շարունակ ամբողջ ռուսական եթերը եւ մամուլը ծաղրանքի արժանի մամուլ է։ Եվ զոմբիացնում է իր քաղաքացիներին։ Եվ այստեղ շատ կարևոր է, որպեսզի մենք անջատենք այդ ալիքները, որպեսզի մեր հայրենակիցների ականջները մեղքեն, որ իրենք էլ նույն բանը չլսեն նամանավանդ մարզերում։ Բայց մյուս կողմից իրենք էլ տեսնում են, թե ինչ է կատարվում։ Եվ ինչքան է հակասում։ Ուր է Ասադը, ուր է Ասադի իշխանությունը, ինչ է կատարվում Իրանում, ուր է Ռուսաստանը, երբ Իսրայելը հարձակվել էր Իրանի վրա։ Ուր է Ռուսաստանը, ուր է Ռուսաստանի հետ կնքված այդ ստրատեգիական համաձայնագիրը, նույնը իրենք Վենեսուելայի հետ անցած տարի մարտին կարծեմ թե մայիսին կնքել էին Վենեսուելայի հետ։ Ռուսական հոպը պաշտպանում էր Կարակասը, Վենեսուելայի մայրաքաղաքը։ Ընդ որում պաշտպանության նախարարը Միացյալ Նահանգների վերջերս ծաղրել էր ռուսական հոպը իր եթերում այդ գործողությունից հետո։ Իսկ հիմա Կուբան է դիմել Ռուսաստանին, ասում են եկեք մեզ փրկեք, կամ այդ տանկերի արգրավման հետ կապված խայտարակությունը, երբ այդ սուզանավերը, որոնք պաշտպանում էին, որոնք կոչված էին պաշտպանելու այդ տանկերը, տեսնելով Միացյալ Նահանգների զորքերը, փախան։ Ինչ Ռուսաստան։ Ռուսաստանը մենակ ինչ կարող է անել, քաղաքացիական ենթակառուցվածքներ հարվածել։ Ոնց օրինակ երեք գիշերը Լվովի վրա Օրեշնիկովով հարձակվել էին։ Եվ ամբողջ գիշեր Կիև քաղաքի բնակելի շենքեր են իրանք հարվածել, որ ասեն 6000 բնակելի շենք չունի հոսանք, չունի ջեռուցում, սա են իրենք կարող անել։ Ովքեր են դրանք։ Պատկերացնում եք 25 թվականի ընթացքում մարտական գործողությունների արդյունքում իրանք 1% հողամաս են տարածք են գրավել Ուկրաինայից։ Սա է Ռուսաստանի դաշտությունը։ Պարոն Բլեյան, գալով տարածաշրջան Իրանում ինչ է տեղի ունենում եւ այդ զարգացումները ինչի կարող են բերել, որովհետեւ գիտեք, դրանք ի սկզբանե տնտեսական ֆոնի վրա էին այդ ցույցերը, այդ բողոքի ակցիաները, բայց հիմա նաեւ տեսնում ենք իշխանափոխության այդպես նշույլներ կան, մարդիկ վանկարկում են, որ իշխանափոխություն են ուզում են ազատվել այաթոլաների իշխանությունից եւ նաեւ դրսի արձագանքն ենք մենք տեսնում Միացյալ Նահանգների, Իսրայելի կողմից, ինչու՞ չէ նաեւ Ռուսաստանն է արձագանքում։ Հիմա ինչ սպասել, որ արտաքին ուժերը կմիջամտեն եւ ինչ սցենարներ է հնարավոր։
Դե ինչ սցենարներ։ Մի սցենարը այն է, որ կարող է դա գնալով մարել, հա, կլինի շատ լուրջ, ընդհանրենք իշխանության կողմից հակազդում, սպանություններ, մի խոսքով մարում գնում է։ Սա սցենարներից մեկն է, որը քիչ հավանական է երևում, որովհետև գնալով այդ ամենը հակառակը նոր թափ է ստանում։ Տարբերակներից մեկը այն է, որ Իրանի իշխանությունները կհասկանան, հա, ռեֆորմիստները, մանավանդ նախագահ Փեզեշքյան, արտգործնախարարը, իրենք կհասկանան, որ այդպես հնարավոր չէ շարունակել, ընդ որում պարոն Փեզեշքյանը 2 օր առաջ կարծում խոսում էր, որ իրենք շատ լուրջ տնտեսական խնդիրներ ունեն եւ նույնիսկ չգիտեն թե ինչպես պետք է դրանք լուծեն։ Իրենք պետք է հասկանան, որ կեղերապետությունը պետք է վերացվի, վերջ։ Դրա ժամանակը անցել է։ Այաթոլաները պետք է հեռանան իշխանությունից։ Եվ այսինքն իրենք կարող են էլի շարունակեն, Իրանը դառնա աշխարհիկ պետություն եւ Փեզեշքյանը կարող է շարունակել իշխանությունը վայելել, բայց Իրանը պետք է բացվի աշխարհի համար։ Եվ առաջին հերթին դա կարևոր է իրանցիների համար, որովհետեւ Իրանի պես մեծ երկիր այսօր տնտեսապես խեղված է։ Լուրջ ծանրակշիռ խնդիրների տակ է ընկած, որ չգիտի թե ինչպես դրա տակից դուրս գալ։ Եվ դա նաև մեր կողմից է ձեռնտու, որպեսզի Իրանը բաց լինի աշխարհին, պատկերացնում եք հիմա այսօր մենք եթե կարողանում ենք արդեն բենզին եւ դիզվառելի գնել Ադրբեջանից, նաև կկարողանանք Իրանից հանգիստ բերել ավելի մատչելի գներով, գազ կարող ենք բերել, ի վերջո մի մեծ երկիր է, այնտեղ ներմուծում, արտահանում լուրջ բան է, ի վերջո նաև քաղաքական առումով մեր Իրանի հետ համագործակցությունը շատ ավելի պրոդուկտիվ կլինի եւ Իրանի աշխարհիկ դառնալը նաև կզսպի Թուրքիայի կշիռը, որովհետեւ Թուրքիան այս տարածաշրջանում հա իրեն հիմա լավ զգում, բայց այդ դեպքում նաև Իրանը իրեն լավ կզգա եւ մենք լավ կզգանք, որ Իրանը իրեն լավ է զգում, մենք ավելի լավ կզգանք։ Այսինքն Թուրքիային ուժեղ Իրան պետք չէ։ Իհարկե պետք չէ, բայց մեզ պետք է։ Մեզ պետք է աշխարհիկ Իրան։ Իհարկե մյուս տարբերություններն է, որ իրենք այդպես էլ չկարողանան հասկանան, որ իրենք պետք է փոփոխություն արվեն եւ տեղի ունենա հեղափոխություն։ Իսկ միջամտությունների մասով շատ է խոսվում։ Կարող է դա նույնպես տեղի ունենալ։ Փելևանի մասին է խոսվում։ Դուք դա հավանական համարում եք եւ առանց արտաքին միջամտության հնարավոր է։ Ես համարում եմ, որ Փելևանին կարող է դառնա ժամանակավոր կառավարության, հա, առաջնորդ, որի ընթացքում կամ արդյունքում տեղի կունենան ժողովրդավարական, հա, ազատ արդար ընտրություններ, բայց դա այլի հեղափոխության արդյունքում պետք է լինի։ Իհարկե կարող է լինել շատ լուրջ բախումներ, երբ արդեն Միացյալ Նահանգների նախագահը ստիպված կլինի միջամտել, ինչպես նա ամեն օր գրեթե խոստանում է, որ այս կանեմ, այն կանեմ։ Սա վատ սցենարներից, անցանկալի սցենարներից մեկն է, որովհետև ես չէի ուզի, որ Իրանում նմանատիպ սցենարով իշխանափոխություն տեղի ունենար։ Ես շատ կուզեմ, որպեսզի նամանավանդ ես մեծ հույսեր եմ կապում Փեզեշքյանի իշխանության հետ, որ իրենք կհասկանան, որ այաթոլաները վերջացել են։ Դե վերջացավ այդ, արդեն այդ դարը չի էլի։ Վերջ, հետո այդ իրանցիք էլ իրենք բնույթով մոտ չեն, հասկանում եք, կեղերապետության անդամ լինելու, քաղաքացի լինելու։ Իրենք եվրոպացի են նույնիսկ։ Գիտենք այն շահի ժամանակ թե ինչ կյանքով էին ապրում, ինչքան բարեկեցիկ են։ Իհարկե շատ խնդիրներ ունեցել, կոռումպացված է եղել եւ այլն, բայց պարտադիր չէ որ իր տղան նույնպես է։ Ի վերջո փոփոխություններ են մեզ պետք, Իրանին պետք, տարածաշրջանին են պետք այդ փոփոխությունները։ Պարոն Բլեյան, իսկ արդյոք կարող է միջամտել կամ նման ցանկություն կունենա Ռուսաստանը, որովհետև մենք գիտենք, որ Ռուսաստանին պետք չէ նաև Իրանի իշխանափոխություն կամ պրո-ժողովրդավարական, պրո-արևմտամետ Իրան։ Իհարկե պետք չի, բայց ինչ պետք է անի։ Չի կարող անել։ Սիրիայում բան չկարողացավ անել, Իրանում բան չի կարողանա անել, որովհետև դա ձեռնտու է Իսրայելին, դա ձեռնտու է Միացյալ Նահանգներին, նա չի գնա Իսրայելի եւ Միացյալ Նահանգների դեմ։ Չունի այդ ներուժը։ Մանավանդ որ Չինաստանը նույնիսկ չի ներգրավում, իսկ մենք հասկանում ենք, իրանք բոլորը փոխկապակցված են՝ Հյուսիսային Կորեա, Չինաստան, Իրանի իշխանությունները, Վենեսուելա, Կուբա, Հյուսիսային Կորեա, հասկանում եք, այդ բոլորը փոխկապակցված երկրներ են։ Եվ որքան էլ մենք լավ հարաբերություններ ունենանք Չինաստանի հետ, մենք պետք է հասկանանք, որ դա այլ բևեռ է, որ մենք այնտեղ կարող ենք միմեն բարև ասենք, ջան ասենք, ջան լսենք, վերջ։ Դրանից ավել մենք չենք կարող ինտեգրվել չինական ինչ-որ պրոյեկտների մեջ շատ լուրջ։
Մենք չկանք այդտեղ։ Մեզ կարևորը Չինաստանից լինենք ուղղակի դենց։ Լավ լինենք, լավ լսենք, նորմալ է վերջ։ Մենք ձեր դեմ բան չունենք, դուք մյուս եք։ Խնդիր ունեք, առևտուր անեք, ինչքան ուզես, հարց չկա։ Պարոն Բլեյան, մամուլում նաև քիչ են այն ինֆորմացիաները, իհարկե չգիտեմ դրանք որքանով են իրականությանը համապատասխանում կամ հավաստի են թե ոչ, բայց խոսակցություններ կան, որ անգամ Ալի Խամենեն իր համար նման սցենար է Մոսկվա փախչելը։ Այո, որ եթե իրավիճակը կանխատեսելիությունից արդեն դուրս գա, այդ ինքը կարող է հանգիստ տեղափոխվել Մոսկվա։ Դուք դա հավանական համարում եք նման խոսակցությունները եւ կամ սցենարները։ Կարծում եմ նա կնախընտրի գնալ Մոսկվա, քան հայտնվել օրինակ Միացյալ Նահանգների Նյու Յորքի դաշնային դատարանում։ Կարծում եմ նորմալ է, որ նա այդ սցենարն է նախատեսում։ Դե իհարկե պետք է նախատեսեն այդ սցենարը, բա ինչ անեն։ Ես կարծում եմ, որ իրանք կարող են հանգիստ գնալ։ Ես կարծում եմ, որ իրանք կարող են գալ համաձայնության ցուցարարների հետ։ Նույն Փեզեշկյանը կարող է Փահլևանին հրավիրել Իրան, ասել լավ, վերջացանք, այաթոլաները գնում են, մոլաներ չկան, հանգիստ եկեք նստեք, կարակ էլ վեղար չկրեք, չնայած արդեն դա այդ հիջաբը պարտադիր չէ։ Մի խոսքով այդ օրենքները հանեն, փապկացնեն նորմալ, բացվի աշխարհին։ Մեզ պետք է որպեսզի այդ պատժամիջոցները Իրանի վրայից դուրս գան։ Եվ որպես դադարեն օր ու գիշեր ասել, որ պետք է Իսրայելը պետության աշխարհի երեսից ջնջեն։ Դե հետո էլ զարմանում են, թե ինչ է Իսրայելը այդքան հակաիրանական։ Բայց եթե մի պետություն ամբողջ օրը ասեր Հայաստանը պետք է ջնջենք երեսից, նույնիսկ Ադրբեջանը այտենց լուրջ հռետորաբանություն իրեն թույլ չի տվել։ Այն ամենաթեժ պահերին, որ պետք է Հայաստանը ջնջի աշխարհի երեսից, ես չեմ լսել։ Կարող է եղել է 1-2 անգամ, բայց ոչ համենայնպես ամեն շաբաթ, ինչպես մենք լսում ենք Իրանից, որ պետք է ջնջենք Իսրայելը, ինչ անշանակում ջնջենք, այդ ո՞ր թարն է։ Ինչ ջնջեք։ Ինչ եք ուզում ջնջեք։ Մարդիկ են ապրում են։ Որ հակառակ բանոն պետք է ջնջեք։ Եվ Իսրայելի շուրջ էլ Հեզբոլա, էլ Գազայի ներսում մի խոսքով է տարբեր հուսիտներ եւ այլն անպետք սպասարկում են այդ հակաիսրայելական գործունեությունները, տերորիստական բաները։ Ինչ եք այդպես բաներ, որ ձեր երկրով զբաղվեք։ Տնտեսական խնդիրները նայեք, չկնգել այդտեղ։ Հասկանում եք, եւ մեր համար մենք մի քիչ ուրիշ ձև ենք միշտ նայում Իրանին, ասում ենք մեր բարեկամն է, բան էլի բարեկամն է։ Էլի ես կողմ չեմ օրինակ, որ հանկարծ մենք որևէ հակաիշխանական ինչ-որ բաներով զբաղվենք։ Ես օրինակ ունեմ իմ տարաձայնությունները Իրանի իշխանությունների հետ, Վրաստանի իշխանությունների հետ, բայց մենք որպես կուսակցություն նաեւ համագործակցում ենք, խոսում ենք, հանդիպում ենք երկուսի հետ, որովհետեւ մեր պետության շահը մեր համար առաջնայինն է։ Եվ մեր պետության շահը այն է, որ Իրանի եւ Վրաստանի ունենալ հնարավորինս փայլուն հարաբերություններ անկախ նրանից, թե այնտեղ ինչպիսի իշխանություն է։ Բայց միշտ հասկանում ես, որ կա նաեւ այլ հնարավորություն, որ մենք կարող ենք եւ Իրանի հետ եւ Վրաստանի հետ լինել լրիվ այլ հարաբերություններում, եթե այնտեղ լինի այնպիսի իշխանություն, որը բաց կլինի աշխարհին, կլինի պրո-եվրոպական եւ պրոդեմոկրատական։ Պրոդեմոկրատական։ Պարոն Բլեյան, այնուամենայնիվ ես ճիշտ եմ հասկանում, որ թե մեր երկրի, թե տարածաշրջանի համար պետք է որ խաղաղ տեղի ունենան process-ները, այսինքն Իրանում հնարավորինս արագ եւ խաղաղ տեղի ունենա այն անցումը, եթե անցում առհասարակ լինելու է։ Այո, շատ կարևոր է որ լինի խաղաղ, շատ կարևոր է որպեսզի Իրանը դառնա աշխարհիկ, շատ կարևոր է որպեսզի այն բացվի միջազգային հանրության համար, քաղաքակիրթ աշխարհի համար եւ դրանով կուժեղանա եւ Հայաստանը, եւ Հայաստանն էլ իր պոտենցիալով կուժեղացնի Իրանին։ Շնորհակալ եմ, պարոն Բլեյան։ Միշտ սիրով։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի հանուն Հանրապետության կուսակցության արտաքին գործերի քարտուղար Առնոլդ Բլեյանի հետ։ Կհանդիպենք։